Մինչ գործադրի շենքի ներսում Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Մայրաքաղաքի Արամի 72-ից 80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած քաղաքացիների հարցը եւ ֆինանսների նախարարի կողմից առաջարկվեց խապված բնակիչներին տարածքներ տրամադրել Ծիծեռնակաբերդի խճուղում, կառավարության շենքի առջև դարձյալ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում։ Խնդիրները տարբեր են, սակայն արդյունքը նույնը։ Ոչ բան, նստում են ջուր են ծեծում անիմաստ, հերթական անիմաստ ծրագիրն են որոշում եւ իրենց թվում է, որ իրենք ինչ-որ մի բան անում են։ Շուրջ 10 տարի առաջ այս օրերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց Մայրաքաղաքի Դալմայի այգիներում իրականացնել կառուցապատում, ոչնչացնելով հարյուրավոր հեկտար կանաչ տարածքներ։ Չնայած 2008 թվականին Միացյալ Ազգերի կազմակերպությունը արձանագրել է, որ տարածքի օտարումը կատարվել է անօրինական ձևով, այնուամենայնիվ հողօգտագործողների խնդիրը որևէ լուծում մինչ օրս չի ստացել։ Կամ վերադարձնել մեր հողերը մեզ, մենք այդ հողերը մշակենք, կամ տալ փոխարժեք փոխհատուցում։ Ոչ նայն անում։ Ազգությամբ եզդի 60-ամյա Հնար Խանոյանը եկել էր գործադրի շենքի առջև, որպեսզի հայտարարի Հայաստանի Հանրապետությունում որևէ օրենք չի գործում, իսկ ազգային փոքրամասնությունների շահերը ոտնահարվում են ամեն քայլափոխի։ Իմ 8 շնչին առանց մեզի գրանցումից դուրս են հանել։ Հիմա գյուղապետը, Կոտայքի գյուղապետը իմ տները առանց ինձի վերցրել է քվոր տղին։ 4 տարի անօթևան մնացած Կոտայք գյուղի բնակչուհին անգամ սպառնում է ինքնահրկիզվել։ Գգամ ստե, մի կանեստր բենզին կվերցեմ, գգամ ստե, թո սաղ, ոչ թե հանրապետությունը սաղ աշխարհը թո իմանա, որ իմ տունը չեն տալու ինձի։ Կառավարության առջև էին նաև Մայրաքաղաքի 33-րդ թաղամասի տասնյակ բնակիչներ։ Շուրջ 5 տարի առաջ նրանց բնակության տարածքը ճանաչվել է գերակաշահ, բնակարանները քանդել են, սակայն ոչ նորերն են կառուցում եւ ոչ էլ գումարները վերադարձնում։ Չնայած քաղաքացիները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, սակայն լուրջ ակնկալիքներ այլևս չունեն։ Նա պալատներում են ապրում իրանք, բայց մտածել ժողովրդի մասին չունեն ժողովրդի մասին, արդարություն ապահով Հայաստան, խնդրեմ, սա էլ ապահով Հայաստանը։ Մենք եթե ինչ-որ մեկը մոտենա մեզ, մենք շնորհքով կարող ենք իրեն պատասխանել։ Բայց դա չի նշանակում, որ մենք ստեղ պետք է մի ժամից ավել կանգնենք, ոչ մեկ բանի տեղ չդնենք։ Ոչ գործադրի ղեկավարը եւ ոչ էլ այլ պաշտոնյա կառավարությունից չմոտեցավ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին։ Այս շաբաթ եւս նրանց հիմնական մասը շենքը լքեց ոչ գլխավոր մուտքից, իսկ կառավարության բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին քաղաքացիները հրաժարվեցին լսել։ Ինչ որ ասելիք ունեմ չասեմ։ Չեմ ասում։ Ասեք պետք է չեմ ասել, ուրեմն չեմ ասում։ Ավելի ուշ կառավարության աշխատակիցը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին, սակայն մեզ փոխանցեց, որ դեռևս որևէ նորություն չկա եւ խնդրեց չնկարահանել իր մասնավոր զրույցը բնակիչների հետ։ Որևէ ինֆորմացիա դեռ պաշտոնապես չենք ստացել։ Իսկ երբ կլինի։ Մի րոպե կարող ես լռել։ Կամերա եք տենում ոգևորվում եք չեմ հասկանում։ Միկրոֆոն եք տենում ոգևորվում եք չեմ ախում, ես ոչ կամերաներից, ոչ էլ միկրոֆոնից։ Պարզապես համբերություն ունեցեք մի փոքր։ Կարծում եք 7 համբերելու համար։ Անօթևան մնացած քաղաքացիները մեզ փոխանցեցին, որ իրենք արդեն սովորել են նմանատիպ կոչերին եւ հորդորներին եւ չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիաները թե կառավարության եւ թե նախագահական նստավայրի առջև։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։